Այսօր ծիրելիներ ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելից։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակած հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականած եւ մեր ազգի զավակած հետ միասին աղոթք վերառակեցին Աստված, հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին, իր հոգու ցավն ու տրտմությունը եւ տառապանքը ուժի վերածելու, հաղթարելու մեր կյանքում արկա դժվարությունները եւ նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը եւ կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերը եւ ողորմությունը այսօր եւ միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց։ Վեհապար այսօր Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը եւ հետեւողական հարցազրույց չենք տալիս, ասել ենք այլ առիթներով։ Մեր ուղերձը Ցեղասպանությունը զուգող հայտարարություններ են հաջողվում։ Կլսեք ինձ, մեր ուղերձը քիչ հետո ուղղելու ենք մեր ժողովրդին հնդածը Սուրբ Պատարագի մայր տաճարից։ Ինչու Փաշինյանը իշխանությանը ուղերձ ունեք, ինչու երկար տարիներ դուք առանձին եք այցելում բացառությամբ